Քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ցավով է արձանագրում, որ եղել են քաղաքացիներ, որոնք ընտրակաշառքով են հունիսի 7-ին կատարել ընտրություն։ Ընտրակաշառքի գործերով ողջ հանցավոր սխեման պետք է բացահայտվի, շեշտում է նա։ Իսկ ինչ պետք է լինի ընտրակաշառք բաժանած ուժերի ճակատագիրը, падգամավորը պարզաբանում է։ Պարզ է, որ այն մարդիկ, որոնք այս պահին մեղադրյալի կարգավիճակում են, իրենք իրենց գրպանի փողը չեն բաժանել, իրանք իրար մեջ չեն այդ փողերը բաժանել, պարզ է, որ պետք է գնանք եւ հասնենք գլուխներին, երբ որ ես ասում եմ հասնենք գլուխներին, ես նկատի ունեմ եւ իմ կասկածանքները եւ բոլորիս կասկածանքները տանում են բնականաբար պատերազմի եռագլուխ կուսակցության ղեկավարներին։ Խորհրդարանական ընդդիմությունը դելեգիտիմացված է ընտրակաշառքների հետ կապված լինելու հանգամանքով, նկատում է Հովհաննիսյանը։ Բոլորը պետքա պատասխան տան օրենքի առաջ, այդ մարդկանց մտքերում արյունն եւ այլն, քաղաքական գործընթացներում նրանք արյունից բացի ուրիշ բան չեն գեներացրել այս երկրում։ Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին եւ մի շարք ընդդիմադիր պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու որոշմանը, Հովհաննիսյանը նկատում է, վերջին տարիներին ինչ քրեական հետապնդում հարուցվում է ընդդիմադիր ուժերի նկատմամբ, որակվում է որպես քաղաքական հետապնդում։ Հիմա էլ ընտրակաշառք բաժանողներն են դարձել քաղաքական հալածյալներ։ Այս մարդիկ իրենց քաղաքական գործունեության միակ հենարանը պատկերացնում են փողը։ Դրա համար, երբ որ փող բաժանելուց բռնվում են եւ քրեական գործ է իրենց վրա հարուցում, իրանք դա որակում են որպես քաղաքական հետապնդում։ Որևէ քաղաքական հետապնդման մասին խոսք անգամ գնալ չի կարող։ Իրավապահ մարմիններն անում են իրենց գործը եւ բոլորը օրենքի ողջ խստությամբ պատժվելու են իրենց բաժանած ամեն մի դրամի համար, քաղաքական առումով էլ պատժվելու են իրենց արտաբերած ամեն մի կեղծ թեզի, ամեն մի կեղծ բառի համար։ Արթուր Հովհաննիսյանի խոսքով առաջիկայում Հայաստանում կայանալու են նաև տեղական ինքնակառավարման ընտրություններ։ Մինչ այդ պետք է արգելվի ընտրակաշառքի հետ կապ ունեցող ուժերի մասնակցությունը այդ ընտրություններին։ Ըստ քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղարի, Հայաստանում չի կարող լինել քաղաքական ուժ, որի միակ հենարանը փողն է։ Օրենսդրությամբ պետք է արգելվի մանդատագողությունը։ Միակ բանը, որ սպառնում է Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը, այդ համակարգային ընտրակաշառքներ բաժանող եռագլուխ կուսակցությունն է, որի հարցերը մենք որպես ժողովրդի քվեն ստացած քաղաքական ուժ լուծելու ենք օրենսդրական մակարդակում եւ քաղաքական առումով։ Խնդրի լուծման տարբերակներից մեկն արդեն խորհրդարանում է։ Ներկայացված նախագծով քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորներ Արուսյակ Մանավազյանն ու Ալխազ Ղազարյանը առաջարկում են ընտրական օրենսգրքում այսպիսի սահմանափակում մտցնել։ Հայաստանում համապետական ընտրություններին եւ հանրաքվեներին մասնակցելու հնարավորություն տալ Հայաստանի քաղաքացիություն ունեցող միայն այն անձանց, որոնք ընտրություններին նախորդած 1 տարվա ընթացքում 6 ամիս բնակվել են Հայաստանում։ Ինչու է հիմա ներկայացվում այս նախագիծը, եթե դեռ 3 ամիս առաջ կային խոսակցություններ, որ ընդդիմադիր ուժերից ուժեղ Հայաստանը ընտրություններին իրենց օգտին քվեարկելու համար Ռուսաստանից Հայաստանի քաղաքացիություն ունեցողներին բերում է Հայաստան։ Ալխազ Ղազարյանը պարզաբանում է։ Այդ աղազանգները բոլորը մենք էլ ենք ստացել, բայց միշտ մենք մեր խոսքում էլ ենք ասել, որ մենք վստահ ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիները երկար ժամանակ Հայաստանի Հանրապետությունում չգտնվելուց հետո կգան եւ իրենց համայնքներում, երկրում փոփոխությունները կնկատեն, հնարավոր է իրենց ընտրության այսպես ուղղությունը, որի համար եկել են, կփոխեն եւ ես կարծում եմ դա ազդել է, որովհետեւ հակառակ դեպքում այն ուժը, որ այս ամեն ինչը այսքան մանրակրկտորեն կազմակերպել եւ ակնկալում մեր բարձր քվեներ ստացալ, ամենայնիվ ինձ թվում է իր ակնկալիքները չեն իրականացել, որովհետեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ամեն դեպքում տեսակ ինչպիսի ընտրություն կատարեցին եւ ընտրության արդյունքները խոսում են հստակ այդ մասին, թե ընտրություններն ինչպես իրականացան։ Տիմ օրենքում նման սահմանափակում արդեն կա։ Ընտրությանը կարող են մասնակցել 18 տարին լրացած Հայաստանի քաղաքացիները, որոնք առնվազն 6 ամսվա հաշվառում ունեն, կամ Հայաստանի քաղաքացիություն չունեցող այն անձինք, որոնք մինչև քվեարկության օրն առնվազն 1 տարվա հաշվառում ունեն տվյալ համայնքում։ Համապետական ընտրությունների կամ հանրաքվեների դեպքում գործող օրենսդրությամբ միակ սահմանափակումը տարիքն է ու Հայաստանի քաղաքացիությունը։ Ըստ Ղազարյանի, սա արդար չէ։ Մնում ես, ապրում ես դու, ես, մենք բոլորս Հայաստանի Հանրապետությունում, բայց որոնք ընդհանրապես իրենց ապագան Հայաստանի Հանրապետությունում, պարզապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն որոշում են, թե մենք ինչ իշխանություն պետք է ունենանք։ Պատգամավորը չի բացառում, որ նախագծում ներկայացված 6 ամսյա ժամկետը փոփոխության ենթարկվի։ Թեև Ղազարյանը կարծում է, 6 ամիսն այս դեպքում ամենաճիշտ տարբերակն է։ Մերի Խաչատրյան, Հովհաննես Քյոսյան, լուրեր։